Իրանի կառավարությունը երկրում անջատել է ինտերնետը եւ միջազգային հեռախոսազանգերի հնարավորությունը, քանի որ երկրի թագաժառանգ Ռեզա Փահլավիի կոչից հետո գիշերային ցույցի ժամանակ բազմաթիվ ցուցարարներ փողոցներ են դուրս եկել, նաեւ պատուհաններից կարգախոսներ բղավել։ Ցույցերի ընթացքում հնչել են շահին աջակցող կոչեր, ինչը նախկինում կարող էր մահապատժի հանգեցնել, բայց այժմ ընդգծում է այն զայրույթը, որը բորբոքել է Իրանի տնտեսական կոլապսի պատճառով սկսած բողոքի ցույցերը։ Մինչ օրս ցույցերի ընթացքում բռնության հետևանքով զոհվել է 42 մարդ, ավելի քան 2270 մարդ ձերբակալվել է։ Ակցիային միացած մարդիկ մասնավորապես վանկարկել են մահ բռնապետին եւ մահ Իսլամական Հանրապետությանը, մյուսները գովաբանել են շահին, գոչելով սա վերջին ճակատամարտն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է Իրանին պատասխան միջոցներով, եթե Իսլամական Հանրապետությունը ճնշի վերջին երկու շաբաթներին փողոց դուրս եկած ցուցարարներին։ Դիտարկմանը, որ բողոքի ցույցերի ժամանակ տասնյակ մարդիկ են զոհվել, Թրամփը պատասխանում է, որ այդ մահերի մի մասը պայմանավորված է հրմշտոցներով եւ պարտադիր չէ, որ իրավապահ մարմինների կողմից լինի։ Իրանի տապալված շահի որդու Ռեզա Փահլավիի հետ հանդիպելու վերաբերյալ հարցին ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ այս պահին դա չի անի։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանը կրակված եւ դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, Միացյալ Նահանգները նրանց օգնության կհասնի։ Իրանում տեղի են ունեցել վերջին օրերի ամենաբազմամարդ ցույցերը, որոնք ուղեկցվել են նախ խժդժություններով։ Եղել են բախումներ մի կողմից անվտանգության ուժերի, մյուս կողմից ցուցարարների մեջ ներթափանցած արմատական տրամադրություններով անձանց եւ սադրիչների միջև։ Երկու կողմից էլ կան զոհեր եւ վիրավորներ, գրում է իրանագետ Վախթան Ոսկանյանը։ Իրավիճակն այս առավոտի դրությամբ դուրս չի եկել պետական մարմինների կառավարելիությունից, չնայած նկատելի ռիսկեր առկա են։ Դատելով առկա տեղեկատվությունից որևէ շենք կամ առավել եւս բնակավայր չի անցել ցուցարարների վերահսկողության տակ։ Արտաքին դերակատարներից Իրանի ներկայիս իրավիճակի խնդրով նկատելի հակասություններ կան Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև, ահազանգում է իրանագետը։ Ոչ միայն, սակայն հիմնականում իսրայելական կողմը քարոզչական բոլոր խողովակներով եւ Իրանի ներսում ունեցած ցանցի միջոցով փորձում է առայժմ առանց հստակ առաջնորդության բողոքի գործողությունների առաջնորդությունը ստանձնել տալ Իրանի գահընկեր շահի որդուն, ինչին նա դեմ չէ, սակայն ունի խիստ սահմանափակ ռեսուրսներ։ Բողոքի մասնակիցների առանձին խմբերի կողմից վերջինիս անունը հնչեցվում է, բայց դիցուք քրդաբնակ շրջանների ցուցարարները հրաժարվում են իրենց բողոքն ասոցացնել տվյալ անձի հետ։ ԱՄՆ նախագահ Թրամփի վերջին հարցազրույցից պարզ է, որ նա դեռևս չի ընդունելու շահի որդուն, ինչը լուրջ ազդակ կլիներ վերջինիս հեղինակության աճի համար։ Ըստ Թրամփի, բողոքի գործողությունների ընթացքում որոշ մարդիկ սպանվել են ոչ թե իրավապահ մարմինների կողմից, այլ խուճապային հրմշտոցների հետևանքով։ Նման հայտարարություններն ըստ էության մանևրի լայն դաշտ են թողնում Թրամփի վարչակարգի համար պայմանավորվելու Իրանի ներկայիս իշխանության հետ, մինչդեռ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության։ Իրանի համար այժմյան ամենամեծ ռիսկը ոչ թե արմատական տրամադրություններով ցուցարարների գործոնն է, այլ տնտեսական վիճակը, հատկապես արտարժույթի շուկան եւ անվերահսկելի գնաճը, որը ազդում է ահռելի քանակությամբ մարդկանց ամենօրյա կյանքի վրա, առաջ բերելով բնական դժգոհություն։ Միևնույն ժամանակ տնտեսական տևական ճգնաժամի ամենամեծ վտանգն այն է, որ այն բողոքը տեղափոխում է առանձին սոցիալ-տնտեսական պահանջների տիրույթից դեպի ամբողջ գաղափարախոսության եւ կենսակերպի մերժում, ինչը չափազանց բարդացնում է ցանկացած փոխզիջում, ուստի տնտեսական հարցերի օպերատիվ լուծումները պետք է ուղեկցվեն աստիճանական, բայց լայնածավալ լրջագույն բարեփոխումներով, ամփոփում է իրանագետը։ Հեց նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը ասուլիսում հայտարարել է, որ Սամվել Կարապետյանի կառավարման ներքո գտնվող հեցի ժամանակ ոչ ոք իշխանություններին չէր մեղադրում։ Անդրադառնալով հոսանքազրկումներին, Ղազինյանը նշեց, կասկածներ ունեն, որ ներկա կառավարիչները ճիշտ թվեր չեն հայտնի։ Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո գտնվող հեցը իրենց կառավարման հեց այն ժամանակ այսօր իրենց կառավարման տակ գտնվող հեցի միջոցով վատաբանել կամ, չգիտեմ, այնպես իրավիճակ ստեղծել, որ իշխանություններին վնաս լինի։ Նախ առաջինը բոլոր շատ լավ հասկանում ենք, որ գոնե Սամվել Կարապետյանի կառավարման ներքո եղած հեցի ժամանակ ոչ ոք իշխանություններին չէր մեղադրում։ Բոլորին պարզ է, չէ՞ որ սեփականատերը կար ու իշխանությունները թող չստեն, իրենք այն ժամանակ հեցին բացարձակապես չեն պաշտպանել, հակառակը։ Կարող եմ ունենալ հիմնավոր կասկածներ, որ տակից, այսպես ասած, իրենք էլ են գեներացրել այդ բողոքները։
Դա առաջինը մարազմը ուղղակի դրան անդրադառնալը։ Տարեվերջին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ գումարեց եւ հայտարարեց, որ սպառողների համար էլեկտրաէներգիայի գինը չի բարձրանում, բայց այստեղ կա մի քանի խնդիր ըստ Ղազինյանի։ Ատոմակայանի համար նախատեսվել է որպես կանխատեսվող այլ ֆինանսական եկամուտ 12.7 միլիարդ դրամ, որտեղից Աստված գիտի, խնդրեմ, որպեսզի այս հարցը տակ հանձնաժողովին, իրենք են կոմպետենտ, ես ունեմ իմ կարծիքը բնականաբար, այն պարագայում, որ այս տարի կանգնելու է ատոմակայանը 150 օր եւ կանխատեսվել է 12.7 միլիարդ դրամ այլ ֆինանսական եկամուտ։ Իսկ նախորդ տարի կանգնել է 30-ից 45 օր, բայց նախատեսված է եղել ընդամենը 189 միլիոն դրամ այլ ֆինանսական եկամուտ։ Ղազինյանի խոսքով, եթե ընտրություններում իշխանությունները հաղթեցին, հոսանքի սակագինը թանկանալու է, հիշեցնելով, որ Սամվել Կարապետյանն արդեն 10 տարի է չի թանկացրել հոսանքի սակագինը եւ եւս 10 տարի խոստացել է չթանկացնել։ Տեղի է ունեցել Իմնեմնիմի ոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի գործով դատական առաջին նիստը։ Գործով մեղադրող դատախազը միջնորդել է Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ պատրված կալանքը եւս 3 ամսով երկարաձգել։ Վազգեն Սաղաթելյանը դատանում հայտարարել է իր համար ամոթալի է մեղադրանքը, թե կարող է երկիրը լքել, եթե ազատության մեջ լինի։ Դա բացառված բան է, ես ոչ փախել եմ, ոչ էլ պատրաստվում եմ փախչել, ասել է Սաղաթելյանը։ Նարեկ Սամսոնյանը դատանում հայտարարել է այն, ինչ կատարվում է իրենց հետ աբսուրդ է, եթե խոսում ենք վիրավորելուց, ինձ համար ոչ մի բանի համար բանտում 2 ամիս անցկացնելը ամենավիրավորականն է, ասել է նա ի պատասխան մեղադրող դատախազի, երբ նա դատավորի կոչ արել կարգի հրավիրել Սամսոնյանին, քանի որ նրա խոսքերը վիրավորում են իրեն։ Անդրադառնալով մեղադրանքին, թե ազատության մեջ լինելով Վազգեն Սաղաթելյանը կարող է լքել երկիրը, Նարեկ Սամսոնյանն ասաց Վազգենը ոչ միայն իմ գործընկերն է, այլև ընկերը, եթե նա մտածի երկիրը լքելու մասին, ես նրա հետ ընկերություն չեմ անի, ինձ համար տղամարդկային պատիվն ամեն ինչից բարձր է։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Մանվել Շահավերյանի նախագահությամբ որոշեց 3 ամի ժամկետով երկարաձգել Իմնեմնիմի ոդքասթի համահեղինակների կալայքի ժամկետը։ Նարեկ Սամսոնյանը դատանում հայտարարեց անժամկետ հացադուլի մասին։ Իմնեմնիմի ոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը կալանավորված են շինծու մեղադրանքներով դատանի բակում, ասել է Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Ես եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ սա շինծու մեղադրանքներ է եւ ակնհայտ այդ քաղաքական հետապնդումները, ազատություն են մաղթում բոլոր քաղաքապետարներին, շատ արժանապատիվ կեցվածք են դրսևորում բոլոր այն մարդիկ, որոնք որ այս իշխանությունների կողմից բանտարկվել են, ռեպրեսիաների են ենթարկվել եւ իրենք ինդ ու ամուր կանգնած են իրենց սկզբունքների հետևը կանգնած են եւ այս առումով նաեւ ուզում եմ նաեւ իմ ողջունները փոխանցել բոլոր այն մարդկանց, գիտեք, որ անազատության մեջ մարդիկ ուշի-ուշով հետևում են մեր բոլորի կատարած քայլերին, թե հասարակության, թե քաղաքական գործիչների, թե մնացածների եւ նորից էլի ուշ կորով իրենց ընտանիքներին համոզված եմ այս գործընթացն էլ անցնելու է եւ հաղթանակով է պսակվելու, ժամկետների առումով չեմ կարող ոչ մի բան ասեմ, բայց ամեն ինչ հաղթանակով է պսակվելու, մարդիկ հայտնվելու են ազատության մեջ եւ բոլոր այն մարդիկ ես անընդհատ սա կրկնում եմ, բոլոր այն մարդիկ, այն դերակատարները, որոնք որ կմասնակցեն այս կեղծիքին, վաղը մյուս օր իրենք պատասխանատվության են ենթարկվել։ Ես սա անդադար ասելու եմ, ամեն անգամ ասելու եմ միջազգային կառույցների լռությունը, որովհետեւ այս պարագայում ոչ մի տարբերակ չկա, հասկանում եք, ձևակերպել, ինչ որ ասել, չգիտեմ, նախկինում մի պարկ կամ մի կիլոգրամ աշաքարավազ էին գողացել, չգիտեմ, երբ որ ծառայել են այդ ժամանակ այդ զորամասում պակասել էր 1 զույգ կոշիկ, նասկի, ինչ ուզում եք։ Այս պարագայում սա հստակ գնահատականների անհրաժեշտություն կա, որովհետև կոնկրետ այս պարագայում տղաները եթերում ասել են շատ ավելի մեղմ ձևակերպում, քան հանդգնել է իրենց ասել ազգային ժողովի նախագահի աթոռին նստած Ալեն Սիմոնյան։ Սա հստակորեն Ալեն Սիմոնյանի հրահրած, իր ստատուսով հրահրած եւ հետագայում իսկ կողմից գործ դիմում դրած գործընթաց է։ Եվ այս իշխանության ժամանակահատվածում այսպիսի խայտառակ դատերի շատ ենք ականատես եղել։
Սակայն սա էլ որոշակի առանձնահատկություններ ուներ, թեև դա վերաբերում էր միայն խաբման միջոցին, բայց առիթով հատկապես Նարեկ Սամսոնյանը բավականին ծավալուն ելույթ ունեցավ ողջ գործի, դրա նախապատմության հետ կապված նույնիսկ ուժայինների գործողություններին, որը նրա տանը իրականացրել էին։ Իմ կարծիքով ամբողջությամբ այս գործը փշրված էր բոլոր ներկաների համար, նույնիսկ այն մարդկանց, ովքեր չունեն իրավաբանական կրթություն, բայց process-ների գնահատելու համար ունեն նվազագույն տրամաբանություն, բոլորի համար էլ պարզ է, որ ոչ միայն այնտեղ գործ գոյություն չունի, այլ իշխանությունը ունի երկու հստակ խնդիր։ Առաջինը կալանքը որպես պատիժ օգտագործել եւ երկրորդը հնարավորինս երկար Նարեկին եւ Վազգենին պահել ճաղերի ետևում, որովհետեւ գործի հետ կապված սա մի փոքր երևի բան կլինի, չափազանցություն է գործ անվանելը առհասարակ, բայց սրա ողջ էության եւ բովանդակությունը այս երկու ժամվա ընթացքում ամբողջությամբ փշրված էր եւ դատարանի որոշումը ընդամենը մեկ բանի մասին է խոսում, դրված է կոշտ հանձնարարական տղաներին պահել անազատության մեջ եւ փաստացի դատարանը այդ պահանջը կատարել է։ Կեղծ է այն թեզը, թե իշխանությունների վարած դիվանագիտության արդյունքում է, որ Հայաստանը մոտեցել է խաղաղությանը, գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Ըստ նրա, օրեր առաջ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ նա ճնշում է գործադրել հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման նպատակով, գրեթե աննկատ մնաց, չնայած դրա բացառիկ կարևորությանը։ Միջազգային агентի կարծիքով բոլորի համար ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է բացառապես Ադրբեջանի նկատմամբ գործադրված ճնշմանը, քանի որ Հայաստանը մինչ այդ ճնշված էր եւ պատրաստ էր գնալու լրացուցիչ սիճումների, այսինքն ոչ թե Հայաստանը բանակցությունների արդյունքում է հասել Բաքվի դիրքորոշման փոփոխությանը, այլ այդ փոփոխությունը տեղի ունեցել Վաշինգտոնի ճնշման արդյունքում, ոչ թե Հայաստանի շահերից ելնելով կամ սիրուն աչքերի համար, այլ բացառապես ամերիկյան շահերի տրամաբանության շրջանակում։ Այն փաստը, որ Թրամփի խորհրդական Վիտկոֆը մարտին Հայաստան չայցելեց, այլ բանակցությունների նպատակով մեկնեց միայն Բաքու, եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանը գործընթացում կրավորական դեր էր ստանձնել եւ Երևանին որևէ բան ասելու անհրաժեշտություն պարզապես չկար։ Ակնհայտ է, որ Հայաստանը բավարարել է եւ շարունակում է բավարարել զիջումների լայն շրջանակ։ Եվ եթե 2024 թվականի սկզբի եւ վերջի միջև իրավիճակը որոշակիորեն փոփոխվել է, ապա դա որևէ կերպ կապված չէ Հայաստանի իշխանությունների գործունեության հետ։ Խոսքը մաքուր աշխարհաքաղաքական գործընթացի մասին է, որը ուղղորդվում է Թրամփի կողմից ամերիկյան շահերի սպասարկման տրամաբանության շրջանակում, կենտրոնական Ասիայից մինչև հարավային Կովկաս, Թուրքիա եւ Եվրոպա։ Միաժամանակ իրավիճակի որոշակի կայունացումը ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանը դադարել է Հայաստանը դիտարկել որպես թշնամի պետություն։ Դրա ապացույցները բազմաթիվ են, սկսած պաշտոնական խոսույթից մինչև կոնկրետ գործողություններ։ Հետևաբար տեղի ունեցած գործընթացներում վճռորոշ դեր է խաղացել ԱՄՆ-ի Թրամփի ղեկավարությամբ իրականացվող քաղաքականությունը, մինչդեռ Հայաստանի իշխանությունները այս ամենի հետ փաստացի որևէ առնչություն չունեն եւ չեն էլ կարող ունենալ։